վատ էմոցիոնալ շրջանից դուրս եմ եկել։ Ես այն ժամանակ ավելի երջանիկ էի, վարում եմ 25 թվի մեքենա, որը ավելի թանկ արժի, որը ավելի ճոխ է, որը բոլորի համար երազանք է։ Շատ-շատերը դրա միջով անցել են ու դեռ կանցնեն։ Այն ֆինանսական աջակցությունը, որ տալիս է պետությունը, մանավանդ երբ դա իրենց կամքով չի։ Մարդիկ այստեղ չեն հասցնում ապրել։ Ողջույն, Հայքաստի այսօրվա իմ հյուրն է Էմմա Շաբոյանը, դերասանուհի, բլոգեր, ակտիվիստ, սիրուն մամա, սիրուն գեղեցկուհի վառ գույնով, մի շատ լավ անձնավորություն։ Սիրելի Էմմա, ողջույն, բարով եք եկել։ Ողջույն, շնորհակալ եմ ինձ հյուրընկալելու համար։ Ես բոլոր իմ հյուրերին ասում եմ, որ շատ ուրախ եմ, որ այստեղ են Միացյալ Նահանգներում, ոնց որ մեր բանակը այստեղ մեծանում է, բայց նաև տխրում եմ, որ Հայաստանում եւս մի լուսավոր վառ կերպար բացակայում է։ Սիրելի Էմմա, կխնդրեմ պատմեք, ինչ ճանապարհով եք եկել, եթե գաղտնիք չի, եւ ինչը դրդեց գալ Միացյալ Նահանգներ, եւ սա առաջին այցն է, թե որպես տուրիստ եկել եք, գնացել եք, տեսել եք, խնդրում եմ պատմեք ձեր փորձի մասին։ Նախ ասեմ, որ Ամերիկան, առհասարակ Միացյալ Նահանգներն իմ կյանքում եղել են հենց ծնված օրվանից, այսինքն ամբողջ մամայիս կողմը Միացյալ Նահանգներում են բարեկամներ, միշտ այստեղից պասիլկաներ ենք ստացել, միշտ կապը եղել է Միացյալ Նահանգների հետ ու այն երազանքը բոլորի մոտ, որ մի օր ես էլ կգնամ Ամերիկա, մի օր գնամ Ամերիկա, ցավոք սրտի թեյի ուրախությունից երբևիցե չի եղել։ Անգամ ասեմ, որ միշտ բացառել եմ այդ տարբերակը եւ միշտ ասել, որ ես երբեք այնտեղ չեմ ապրի, ես երբեք չեմ ուզում այնտեղ լինել, բայց քանի որ Աստծո գործերն անքննելի են, ստացվեց այնպես, որ ես հայտնվեցի Միացյալ Նահանգներում, բայց հայտնվեցի մի պայմանով, եթե ինձ դուր չգա եւ եթե այստեղ ես չզբաղվեմ իմ մասնագիտական գործով, այլ ստիպված լինեմ ուրիշ գործով զբաղվել, իհարկե դա եւս նորմալ եմ համարում, բայց ամեն դեպքում ինձ համար շատ կարեւոր է լինել իմ սիրած գործի մեջ, որովհետեւ չլինելով քո սիրած գործի մեջ դու ուղղակի դժբախտ ես։ Սկսում ես խեղդվել։ Այո, դա նույնն է, որ ապրես մի մարդու հետ, ում չես սիրում, դա նույնն է, որ ամեն օր քեզ ստիպելով ինչ-որ բան ուտես, չգիտեմ, դա նույն բանն է։ Իսկ ինձ համար դա շատ կարևոր է, որովհետև ես պիտի սիրեմ իմ աշխատանքը, հակառակ դեպքում ես ուղղակի չեմ զբաղվի դրանով։ Ստացվեց այնպես, որ եկա, հենց առաջին անգամ երբևիցե չի եղել Միացյալ Նահանգներում եւ դեռ 8 ամիս է այստեղ եմ։ Կարծում եմ 8 ամիսը քիչ է, էմոցիաների ամենապիկին հասնում են 1.5-ում ըստ իմ փորձից, ու 1.5-ից նոր հասկանում ես, այնպես ոնց որ դարակները դասավորվում են ճիշտ, հագուստները գնում են ճիշտ դարակներում։ Խնդրեմ պատմես էմոցիայի մասին, երբ օդանավականից Հայաստանի պիտի դուրս գայր, ես հիշում եմ, որ ինձ թվում էր հետևումս մի ամփոփ փակվում, որտեղ ես հետ գնալու հնարավորություն չունեի, բայց եթե թղթերը կամ այնպես որ ասեցիր Աստված, կարծում եմ գրին քարտի Չէ, այդպես չի եղել, ընտանիքի վերամիավորում է եղել։ Օ, պահանջել են։ Իրականում լացելով եմ եկել, շատ չուզենալով, ընդհանրապես պատրաստ չլինելով, այնքան արագ ստացվեց, ոչ հոգեպես էի պատրաստ, ոչ մի կերպ չէի կարողանում այդ ամենը թողնել։ Ոնց որ քեզ ինձ վերցնեն, պոկեն։ Հա, ոնց որ պոկեն, ես միշտ եկա այստեղ ու այս 8 ամիսը կլինի արդեն 1 ամիսա, որ այդ վատ էմոցիոնալ շրջանից դուրս եմ եկել, անպայման կուզեմ դրա մասին խոսել, որովհետև վստահ եմ, որ շատ-շատերը դրա միջով անցել են ու դեռ կանցնեն, որպեսզի իրենք պատրաստ լինեն եւ դա համարեն նորմալ։ Մանավանդ երբ դա իրենց կամքով չի։ Գիտեք, ուրիշ է, երբ դու քո կամքով, դու քո երազանքով հայտնվում ես միտեղ, որի մասին դու երազել ես, որի մասին ունես ինչ-որ պատկերացումներ, բայց ուրիշ է, երբ դու դա անում ես հարկադրաբար, այսինքն դու դա արել ես, որովհետև դա այդպես էր պետք։ Շատ ծանր օրեր եմ ունեցել։ Ընդհանուր մինչև կներես, որ երազներս է տեսնում, վերես կամ, չգիտեմ, կարող ասես չի եղել, բայց իմ հետ այդ գիշերը, այդ ապրումները շատ դժվար է։ Ու այդտեղ Հայաստանում մեզ թվում է գնացել են, այդտեղ դասավորվում է Instagram-ն են եւ այլն, բայց չգիտեն թե դու այդ գիշեր ինչ էմոցիոն, ինչ ես ապրել ուղղակի այդ մի գիշերը վեր կենալով, նստելով ու սաղ սենց մի հատ հետ անալիզ անելով։
Տենց գիշերներ ու տենց պահեր, առավոտներ ապրել ես։ Շատ։ Մինչև հիմա եմ ապրում։ Առանց Հայաստանի հետ կապի ես ուղղակի չեմ կարող, ես ուղղակի կցամաքեմ։ Պարտադիր ամեն օր շփվում եմ իմ ընկերների հետ, հայրս է Հայաստանում, քույրս է Հայաստանում, ու հոգիս ու սիրտս ու միտքս ամբողջ օրը Հայաստանում է։ Այսինքն ընտանիքը նաև բաժանված է։ Կարծում եմ Մարիկի ամարել է։ Մայրիկը էստեղ է։ Մայրիկս էստեղ է, իմ միակ դրական կողմը, որ ես համարում եմ, որ ես ուղղակի հաղթել եմ, ես ուղղակի չես քանդվել, որ հա մամայով։ Մամաս էստեղ է ու ես դրա համար աշխարհի չափ շնորհակալ եմ։ Ճիշտ է ինքը ամբողջ օրը աշխատում է, բայց ի վերջո, երբ դու գիտես, որ դու ունես էստեղ հենարան, երբ դու ունես մարդ, ով պահում է քեզ, ամեն ինչով կողքդ է, դրանից կարևոր բան չկա։ Սկզբում երբ գալիս ենք, մեզ թվում է, որ Հայաստանի երուսերի, գիտեմ թե բնակավարումը ինչքան պահանջված, անթուք մինչև գովազդներ, հեռուստասերիալ, ընկերներ, թվում է թե Հայաստանում դուք շունչ քաշելու ժամանակ էման չուներ, չէ՞, այդ տպավորությունը չի, այլ ռեալ իրական այդպես է, չի եղել։ Ու գալիս ես այստեղ ու մեկ էլ հաջորդ օրը տեսնում ես, որ դու առավոտյան ոչինչ չունես անելու։ Լավ, 10 օր ես արդյոք թե եկել եմ տուրիստ կարգավիճակում, հանգստանում եմ, հետո դա սկսում է ներքին պանիկա, ներքին տագնապ, հետո գալիս է մի փուլ, որ հասկանում ես ժամանակը քեզ չի հերիքում այստեղ, ուղղակի առավոտյան արտանում ես, աշխատան գործես ներդրել, երեխային տանել, բերել ճանապարհը հեռու եւ այլն։ Հիմա էման կոնկրետ որ փուլում է, որ ոչինչ չունի անելու, թե որ այդ երոզերի մեջ արդեն ընկել է, որ sense որ փուլում է էման ներկապահին։ Էման ներկապահին եմ փուլում է, որ օրը չի հերիքում։ Նախ ասեմ, որ հենց եկածս օրվանից հասկացա, որ այստեղ ժամանակը բավականին արագ է թռնում։ Ժամային գոտին չէ, առավոտյան։ Ես չեմ կարող բացատրել, նկարագրել դա ինչի հետ է կապված։ Միգուցե մարդիկ ասեն Հայաստանում էլ է այդպես, չէ։ Այստեղ կյանքի ռիթմը այնքան արագ է, անգամ այդ ֆրիվեյի վրա մեքենաները ինչքան արագ են գնում, այդպես արագ է այստեղ կյանքի ռիթմը։ Ու թվում է թե դու օրը վերջացավ, բոլորից հետ ընկար, մարդիկ աշխատում են, հա, այդ առաջին մի քանի ամսվա էմոցիաներս եմ պատմում։ Ես էլ իմ տեսակով չեմ սիրում նստել ու ասել, գիտեք, ինձ պահեք, օգնեք, ես նոր եմ եկել, ես զոհ եմ, ես մեղք եմ, ինձ համար ինչ կարող եք անել, ես չեմ սիրում, որովհետև եթե ես չաշխատեմ, ես ուղղակի կհիվանդանամ, եթե ես չստեղծագործեմ, եթե իմ միտքը զբաղված չլինի նոր բան անելու այդ ցանկությամբ, ես ուղղակի կարող եմ խելագարվեմ։ Հիմա ինձ ժամանակը չի հերիքում։ Դա նաև իր լավ կողմ ունի կարոտի չափանիշը թույլատնելու, դա չես հասցնում կարոտես, դեռ անընդհատ դու ինչ-որ անելիք ունես անելու։ Հա, այդ պահը կա, իրականում ուրախանում եմ, ասում եմ, դե հիմա արագ կանցնի, մինչև այն պահը, մինչև ես մի հատ կգնամ Հայաստան, հետ կգամ, ու այնպես է ստացվել, որ ես հիմա վախենում եմ անգամ ինքս ինձ խոստովանել, անկեղծ կլինեմ, որ ինձ այս կյանքի ռիթմը սկսել է դուր գալ։ Վախենում եմ դա ինձ խոստովանել, հենց հիմա խոստովանեցի, որովհետև ես իմ տեսակով շատ ակտիվ մարդ եմ ու ինձ տրված չի պարապ նստել։ Ճիշտ է, ես Հայաստանում էլ այդպես չի, բայց այստեղ հիմա բացատրեմ, իմ կարծիքով մարդու միտքն է շատ հոգնում։ Եթե ես Հայաստանում ասում շատ հետաքրքիր, որտեղ մեր ցանկություններն են մեծացել, մեր պլաններն են փոխվել, մեր մասշտաբներն են մեծացել։ Այս մեկը չվերջացած մտածում ես մյուս գործը սկսես գնամ մի հատ տեսանեմ, նաև հանգստանամ մի հատ, չի ինչ-որ sense գլոբալ է մեծացել։ Մեր միտքը չի անջատվում այստեղ։ Եթե Հայաստանում դու կարող ես X գումարով քեզ թույլ տալ, քանի որ դու տուն ունես, հա, հիմնականում մենք հայերս ամենամից տան չես վճարում։ Դու մեքենա ունես, քո սեփական մեքենան է, հա, դու այդքան բան չունես մտածելու, այստեղ իմ միտքը ուղղակի չի հանդարտվում։ Ես գիշերը պարկում եմ քնելու, ես չեմ հիշում ինձ Միացյալ Նահանգներում հանգիստ առանց ընդհատումների քուն ունենալով։ Ես ուղղակի չեմ հիշում, որովհետև արթնանում եմ միտքս այնքան չի հանգստանում ու ես հասկանում եմ, թե մարդիկ ինչի են այստեղ շուտ հոգնում։ Կամ մի բան, որի մասին մտածում եք, որ պիտի սովորեի կամ պիտի այս երկրորդ մասնագիտություն փորձեի անեի դրանով կողքից գումար ավելին կաշխատեի, ինչ որ sense մտորումների մեջ է այնքան թե ոնց կա տենց լավ է։ Ճիշտն ասած, միշտ կա աճելու տեղ,
Բայց երկրորդ մասնագիտություն ձեռք բերելու մասին երբևիցե չեմ մտածել ու վստահ եմ երբեք էլ չեմ մտածի, որովհետև ես կարծում եմ, որ իմ մասնագիտությունն այնքան լայն է իր բոլոր առումներով, որ ես կարող եմ իմ մասնագիտությամբ աշխատել մի քանի տեղերում, որը եւ հիմա անում եմ եւ վարել մի քանի գործունեություն, ինչպես այստեղ բոլորն են անում, ոչ մեկը միտեղ չի աշխատում, հա։ Եվ ունենալ այնքան գումար, ինչքան որ կարծում եմ նորմալ կլինի, որովհետև անկեղծ կլինեմ Ամերիկա գալուց հետո ես սկսեցի հասկանալ, որ գումարը ոչինչ է, որ ոչինչ նյութական մարդուն չի կարող երջանկացնել, բայց միայն Ամերիկա գալուց հետո։ Ինքան հետաքրքիր է երևի այդ գումարի հետ։ Պիտի ասեք, այստեղ հասկացել եմ գումարային մշակույթը, օրինակ ես Հայաստանում այնքան անտարբեր եմ եղել գումարի ծախսելու, կուտակելու, մուծումների, ամենայն անկեղծությամբ, բայց այստեղ sense մի հատ սկսում ես հաշվապահություն սովորել, բանկային քարտերիդ ուշադիր լինել եւ այլն, այստեղ այդ առումով ավելի փորձ համակարգված։ Այդ առումով միանշանակ այդպես է, բայց ես խոսում եմ նրա մասին, որ մեզ համար երբեմն գումար ունենալը դա, որ այսքան գումար ունենամ, ես երջանիկ կլինեմ, հա, մեր սպասելիքները իսկապես եմ ասում, թե մեր հեռուստադիտողին, թե չկա նման բան։ Դու կարող ես վարել, ինչի ես անում էի Հայաստանում, ես վարում էի 14 թվի մեքենա, եւ ես կարծում եմ ես այն ժամանակ ավելի երջանիկ էի, քան հիմա, որ վարում եմ 25 թվի մեքենա, որը ավելի թանկ արժի, որը ավելի ճոխ է, որը բոլորի համար երազանք է։ Որտեղ կարծում եմ, որ մեքենայի մեջ նստելու մարդն էլ է փոխվում, այսինքն էմայի էմոցիաներն են փոխվել, այստեղ այդ մեքենան ինքն իրան է գնում, բայց դու ներսից ապրումները տեն ուրիշ այդտեղ միացել է էմիգրանտ լինել, այդտեղ միացել է կարոտը, այդտեղ փոխվել են փողոցները, չկան ընկերները, չկան մտերիմները, դրա համար այս չափորոշիչները ոչ թե մեքենայի բրենդի կամ տարեթվի, այլ կարծում եմ, որ այն մեքենայի մեջի էման ուրիշ էր իր ապրումները էմոցիան, այս մեքենայի մեջի, որտեղ դրա համար արժեքը կշռքային գալիս է, որ ավելի լավ է մի քիչ հինը, բայց ես այն էմային եմ ուզում, այն էմոցիաներին։ Հա, հետո ես գիտեք ինչ եմ ասում, ուրեմն ես իմ բլոգում մի վիդեո տեղադրեցի, որտեղ խոսեցի շատ անկեղծ 3 ամիս էր դեռ եկել էի, որ ինձ Միացյալ Նահանգները դուր չի եկել։ Ու սկսվեց, չէ։ Եվ բոլորը հարցակվեցին ինձ վրա։ Դա այստեղ ընդունված է, չէ, հին հայեր, նոր հայեր, ես չեմ հասկանում ինչի համար է տարանջատումը։ Թիրախավորել նորեկացներին, իրանք հետ չեն գնում, բայց կասեն ինչի ես եկել, հա, բախումները շատ է, ոսպես լավ ինչի համար։ Ես տենց էլ չեմ հասկանում, միգուցե մի օր հասկանամ։ Եվ երբ ես ասացի, որ ինձ դուր չի եկել, ես այդտեղ ասում էի նաև, որ մարդկային արժեքներն են տարբեր, նայած այս կյանքում ում համար ինչն է կարևոր։ Եթե ինձ համար կարևոր է ապրել լավ ֆինանսական կյանքով, բայց չգիտեմ, կողքից չունենալ ինչ-որ ուրիշ արժեքներ, ես կգամ ու կասեմ, այս երկիրը հրաշք է, այսինքն եկեք չմիանշանականացնեմ, այդ բոլորի մոտ չի այդպես, բայց կան արժեքներ, որոնք որ օրինակ քո ընկերները, քո հայրենիք, ես մինչև Միացյալ Նահանգներ գալը չգիտեի, որ այս չափ հայրենասեր եմ։ Այ շատ լավ բան եք ասում, շատ։ Ես չգիտեի, ես հետո եմ զգացել, որ ես մեր հայրենիքի են ամենափոքր մանրուկ, չգիտեմ, մուտքի կեղտոտ դուրնել եմ սիրել, պարզվում է, որ ես մեր, չգիտեմ, այդ հոտեր կային, որ աղբամա, այ որ ամեն ինչն է սկսում կարոտելու արժևորել, ասես լավ, այս կարգի մանր, ես ինչի մինչև այդ միշտ ձգտել եմ Հայաստանից դուրս գնամ, տարբեր երկրներ, դա ճամփորդել գալ, ասել լավ, մեր հետո այստեղ Ամերիկայում արժևորում ես ու հասկանում ես, թե հայրենիքը ինքը մի հատ ուրիշ կարգի կշիռ ունի ներսումդ։ Հա, հենց այդ է, որ երբ որ մարդու արժեքներ, ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները մի շատ կարևոր բան է տալիս մարդուն։ Դու գալիս ես այստեղ եւ դու զրոյից ոչինչ չիմանալով, ոչինչից տեղյակ չլինելով, քեզ եւս մեկ անգամ ճանաչում ես։ Եվ եթե դու չպայքարեցիր, եւ եթե դու ուղղակի հանձնվեցիր, որը ես ինքս մի վայրկյան հետո կարող էի անել, դու կճանաչես քեզ քո թույլ կողմերով։ Բայց երբ դու պայքարում ես եւ որոշում ես հիմա ունենք սա, հիմա կա այստեղ եւ հիման, եւ պետք է այստեղ եւ հիմա լինել երջանիկ։
թե դու դա ոնց կանես, թե հետո ինչ կլինի, գնալ ապագա, եթե այսպես լիներ, գնալ անցյալ, այ եթե ես չգայի, դա միայն մեզ քանդելու է։ Եվ ես ուղղակի 8 ամիս անց, ֆիքսենք խնդրում եմ, ինձ արթնացրեցի, ասելով, որ վերջ, բավական է, դեպրեսիա, հետ նայել, զոհ լինել, օրերը դա դժվարանում էստեղ, երբ որ սկսում ես հետ նայել։ Իսկապես, դու հասկանում ես, քո կյանքը գնում է, բայց դու այդ ընթացքում փոխանակ առաջ գնաս, որն անում են այստեղ եւ ամբողջ աշխարհում մարդիկ առաջ են գնում, ժամանակը գնում է, դու նստած տառապում ես։ Դու ասում ես, ինչի ես եկա, ինչի սենց եղավ, իհարկե ցանկալի կլիներ այդ կոմֆորտ զոնայում, որում մենք սովորել էինք։ Բայց ես կարծում եմ, որ Աստված ընտրյալներին ա դնում ես իրավիճակի մեջ։ Թող հիմա ներեն մեզ էկրանից այն կողմ լսող են մարդիկ, ովքեր որ չեն պլանավորում, կարծեմ իրանք ավելի հայրենասիր, այստեղ հայրենասիրության խնդիրը չի գալու, բայց ես կարծում եմ, որ ընտրյալ մարդիկ են անցնում այս ճանապարհով, որովհետև մենք հիմա այս հարթակում ինչքան էլ անկեղծ խոսենք, ներկապային չենք հիշում, թե ինչ ներքին շերտեր կան, որի միջով մենք անցել ենք ու դա ոչ ոք չգիտի։ Դրա համար ընտրյալ ուժեղ մարդիկ են անցնում այդ ամեն ինչի միջով ու փորձում չքանդվել, կանգնել, ընկնել ու կանգնել։ Այսինքն հաստատ վստահ եմ, որ ձեր կյանքում էլ ա եղել, որ քանդվել եք ու թվացել է թե կանգնելու տեղ չկա, չէ՞։ Բայց մարդկանց թվում է, որ գնացին այդտեղ ամեն ինչ շատ սիրուն է, շատ հեշտ է։ Հենց այդ է ես փորձեցի բացատրել, որ այդպես մի նայեք, հա, այդպես մի անգամ այստեղի տները ավելի վատն են, քան Հայաստանի տները։ Այստեղի լիքը բան դու չես կարող ուղղակի, ինձ համար այստեղ համեղ ուտելիք չկա։ Ես չեմ կարողանում հասկանալ, եկել եմ այստեղ միսը ինձ համար դարձել է մի տհաճ մի բան, ու չգիտեմ, ես ախորժակ կատեգորիկ չունեմ, չգիտեմ ինչի հետ է կապված։ Կարծում եմ ժամանակի, որոշակի ժամանակի հետո արդեն որ ստիպված ուզես չուզես, սկսում ես սիրել, սկսում ես հարմարվել։ Հետո քեզ կասա ինձ էլի, այսինքն ասում էին, որ ճիշտ խանութներից որ օգտվես, հետո փորձում ես ճիշտ խանութներից օգտվել, քիչ, արդեն ասում ես լավ, ուրեմն այսպես է, ինչ արես։ Եթե հարմարվելու շատ լավ, ուրեմն էս ելակն է։ Մարդը հարմարվող էակ է, յուրաքանչյուր տեղ, յուրաքանչյուր կարգավիճակ իրեն ստիպում է հարմարվել, բայց միևնույնն է, այստեղ շատ բաներ ավելի թերի են, քան Հայաստանում, բայց եւ այնպես այս երկիրն ունի հնարավորություններ, որը ցավոք սրտի չունի մեր երկիրը։ Իսկ հենց այս թեմայի հետ կապված կան բաներ, որ օրինակ կուզենայիք, որ Հայաստանում օրինակ այդպես լիներ։ Ընդունված է, չէ՞ ասել Միացյալ Նահանգները օրենքի երկիր է, այտենց Հայաստանում էլ էինք լսում այդ բառը, չէինք հասկանում ինչի մասին է խոսքը։ Այո, սա օրենքի երկիր է։ Այստեղ անգամ վարելուց դու լարված չես, որ հիմա ինչ որ մեկը կգա քեզ կխփի, հիմա ինչ որ մեկը շատ առանց այդ թարթիչը միացնելու անսպասելի կկտրի դիմացդ։ Դու դրա համար անհանգիստ չես, անգամ այդ արագության տակ դու հանգիստ վարում ես։ Մեկ երթևեկության իսկապես, բայց մեր կոլորիտն էլ չէ Իրաննի։ Միանգամից նկատելի են հայերը ղեկին։ Ես անգամ չգիտեմ թե ղեկին ով է, ես գիտեմ, որ դիմացը հայ է կամ չգիտեմ, այս կերպ քշողը հաստատ հայ է։ Բացի դա, այս երկիրը, օրինակ վերցնենք օրինակ Հայաստան, եթե ինչ-որ մեկը տեղափոխվում է ապրելու, Հայաստան այդ երկիրը երբեք իր վրա պատասխանատվություն չի կրում նոր եկած մարդուն օգնել։ Այնքան ինչքան էս կարծում եք այստեղ վերցնում են պատասխանատվություն։ Մարդիկ չէ, պետությունը։ Կխնդրեմ ավելի բացենք։ Հա, բացենք։ Օրինակ, այն ֆինանսական աջակցությունը, որ տալիս է պետությունը նոր եկած մարդկանց, որը օգնում է սկզբի մի քանի ամիսներին մինչև աշխատանք գտնելը, անգամ երեխայի մանկապարտեզի վճարը տրամադրել, որպեսզի ծնողը կարողանա մինչև աշխատի, մինչև ունենա գումար իր երեխային տանի մանկապարտեզ, այդ ընթացքում ծրագիր կա, որտեղ երբ մայրը աշխատանք է փնտրում, երեխայի փոխարեն, մոր փոխարեն, ընտանիքի փոխարեն վճարում է պետությունը։ Դա մեծ օգնություն է, իհարկե։ Իսկապես դա, որովհետև այստեղ 1500-1300 դոլար մանկապարտեզի համար վճարող ծնողը
պետքա արդեն ինչքան տարի էստեղ ապրած լինի, որ հասցնի $3000 տանվարձ վճարի, կոմունալներ վճարի, մեքենայի ապահովագրություն, մեքենայի շոկեր, որ ես եկել եմ Հայաստան մեքենայի ապահովագրությունը 10000 դրամ էր, այստեղ որ նոր եկած ես պատմություն չունես, քեզ չեն կցում որևէ մի ընտանիքի ապահովագրության հետ $270 ամսական տալիս ես, որ ասես ինչ թվերի մասին է, այսինքն ինչքան պիտի աշխատես, որ քո ծախսերը փակես, որ հետո քեզ մի բան էլ մնա կարողանաս ինչ որ մի բան քանալ գնես կամ կյանք անես։ Իսկ կողքից այնքան հեշտ է թվում դա, վայ ինքը նոր թվի մեքենա է վարում, արդեն տուն ունի, արդեն աշխատանք ունի, բայց ինչպես, ինչի գնով։ Ու նաև այստեղ մեր ձգտումներն են փոխվում, որոնք գտնում ես այդ մեծ գումարային, դու սկսում ես ավելի մի գործից անցնել երկրորդ գործի, երրորդ գործը, կուզենամ խոսեմ, գիտեմ, որ բիզնես եք սկսել, շնորհավորում եմ այդ մեծ բանը, նոր եկած 8 ամսվա եկած մարդու համար, գիտեմ թղթաբանություն է պահանջել, գիտեմ անունից սկսած, մինչև ամեն ինչ չէ, պետքա հստակ ըստ օրենքով, իսկ դա էներգիա է, դա գումարներ դնել է, դա հավելյալ ռեսուրս է, խնդրեմ պատմեք, ոնց ստեղծվեց միտքը, միգուցե միտքը կար արդեն Հայաստանից ու ինչ հետագա պլաններ կան բիզնեսը ավելի բարձրացնելու հետ։ Տեսեք, բիզնեսը ընդհանրապես ոչ պլանավորել էի Հայաստանում, ոչ մտածել էի այստեղ։ Բիզնեսը ստեղծելու գաղափարն եկավ այն օրվան, նախ ասեմ ինչի մասին է խոսքը, մանկական ծնունդների կազմակերպում, հա, խաղավարներ, հերոսներ, ձևավորում, մի խոսքով ամեն բան։ Մայրիկը հանգիստ կարող է վստահել մեզ իր երեխայի ծնունդը, եւ մենք շատ սիրուն կկազմակերպենք այդ ամենը։ Մենք ասելով ինձ նկատի ունեմ, որովհետեւ բայց շատ լավ բան եք մտածել, այստեղ հիմնականում ծննդյան առիթներն անում են տան բակերում, ազատ, եթե անգամ երեխայի ծննդյան առիթ չի, ես նաև եղել եմ բազում տենց առիթների, որ մեծի առիթ է, բայց փոքրիկ կողքը կազմակերպում եմ, որպեսզի երեխաները զբաղվեն։ Եվ երեխայիս ծնունդներ, ես մի փոքր իմ բնավորությամբ կազմակերպված չեմ, այսինքն ինչ առումով։ Ես երբեք չեմ սիրում, օրինակ մամաներ կան, չէ՞, մարդիկ կան, ամիսներ առաջ որոշում են իրենց երեխան իրանք ինչ են հագնելու այդ օրը, ինչ թեմատիկայով է լինելու, ինչպիսի տորթ են ունենալու։ Ես այդպեսին չեմ, ես կարող եմ մի շաբաթ առաջ կամ թե վարագի մեջ, ինչ որ մի բան, եթե ես դա չեմ նշում ինչ որ մեծ։ Եվ իմ երեխան ուզեց Spider-Man։ Ես չկարողացա գտնել։ Որպես կներեք, հերոս կերպ։ Այո, ես չկարողացա գտնել։ Եվ վերջում իմ երեխային եկավ, ես համոզեցի ծաղրածուն գա, հա մամա թող ծաղրածուն գա, բայց ինքը մինչև հաջորդ օրն ասեց, բա ինչի Spider-ը չեկա։ Այ սիրեմ։ Ես հասկացա, որ այստեղ կա այդ բացը։ Այսինքն, եթե լինի նման ծառայություններ, հաստատ լիքը մարդիկ ինձ նման չկազմակերպված կուզենան վերջին պահին կամ թեկուզ մի քանի օր առաջ գտնել իրենց երեխայի ծնունդի համար հերոս կամ խաղավար, որը իսկապես դժվար գտա։ Եվ այդպես ստեղծվեց իմ գաղափարը։ Չէ, հրաշալի է, որովհետև ասում են Ամերիկայում, եթե զգում ես, որ մի բանը չկա կամ թույլ է, ու դու շեշտը դնում ես, հա, քո կետը, թարգեթը դնում ես դրա վրա ու իրան զարգացնում ես, ինքը շատ հաջողության է հասնում։ Ես վստահ եմ, որ ձեր սկսված գործը շատ հաջողակ է լինելու։ Նաև կարծում եմ, որ դրանում ձեզ օգնելու է ձեր բլոգեր լինելը, որովհետև ես ինքս ինֆորմացվել եմ ձեր իսկ Instagram-ի էջից։ Եվ կարծում եմ, որ ովքեր որ հետևում են, իրանք հենց այդտեղ պետքա խնդրեմ նշեք անունը, ինչպես կարող են կապ հաստատել, ինչու՞ չէ նաև մեր դիտորդները լսարանը կարող է հենց այստեղից իմանա ու վերցնի իր մոտ նշի առաջիկայում իր բալիկի ծնունդին հրավիրի։ Ուրեմն բիզնեսի անունը մուլտիկ պուլտիկա, չգիտեմ ինչի տենց, հա, ասենց մուլտիկ պուլտիկ եկավ ինձ մոտ։ Տենց մտածում էի ու ասենց մի անգամից եկավ, որոշեցի, որ այն ամենաառաջին լավ միտքը պետք է օգտագործել եւ իրենք կարող են գտնել իմ Instagram-յան էջում եւ նաեւ առանձին էջել ունի, հենց ինքը մուլտիկ պուլտիկ որ գրենք բերի։ Բայց իմ էջով արդեն կարող են իդեպ, որ ասացիք իմ բլոգեր լինելը օգնում է դրան, իսկապես այո, որովհետև զանգում են մամաներ եւ ասում են «Էմա ջան, մենք ուզում ենք, որ դուք հենց վարեք մեր երեխայի ծնունդը»։ Ես այնքան եմ ուրախանում, որ ես 0-ից չեմ սկսելու, ես երկար ժամանակ չեմ սպասելու, երկար ժամանակ այս ամենը չի տևելու, ճիշտ է, սկզբում չի լինելու այն ինչի մասին, որ ես պատկերացնում եմ եւ ուզում եմ ստանալ, բայց ի վերջո ես 0-ից չեմ սկսում, որովհետև Փառք Աստծո մարդիկ ինձ ճանաչում են, սիրում են,
դա ամենակարևորն է եւ հիմնականում շեշտում են, որ ձեր պոզիտիվ տեսակն է պետք երեխայի ծննդին։ Կան մարդիկ, որ շատ լավ գործ են սկսում, բայց իրենց տեսակի, իրենց բնորոշ չի, ես կարծում եմ, որ ձեր սկսած գործը շատ sense արևային էներգիան էմայից եկող, իսկ երեխաները ամենազգայունն են, իրանք շատ լավ զգում են։ Կարծում եմ, որ միտեղ բանանեք, հայտնվեք առիթին, երեխեքը շատ սիրելու են։ Շնորհակալ եմ։ Եվ մի փոքրիկ հուշում էլ կուզենամ, ուրեմն ես որ Լոս Անջելեսում չեմ ապրում, իմ ապրած քաղաքում դե հայեր նման գործը ովքեր զբաղվում են երեխաների ծննդյան առիթով չկան, վերջը տղայիս ծննդյան օրը չկարողացա կերպար գտնել, փորձեցի որ Լոս Անջելեսից գան, դե հասկանում եմ հեռու է 5 ժամ եւ այլն, բայց եթե հաստեք նրան որ մեծ թիմ ունենաք, խնդրում եմ հաշվի առեք, որ հայ լավ խաղավարների կարիք ունեն նաև Լոս Անջելեսից փոքրիչ դուրս տարածքներում, որտեղ մենք այն գումարը որ վճարում ենք որ մեր երեխային գարնակ Ռուսաստան եկած տղա, որը ոչ նորմալ անգլերեն էր խոսում, իսկ բոլոր երեխաները հասկանում են կամ հայերեն կամ անգլերեն, ես երևի ավելի լավ մի փոքր հավելյալ վճարեի, բայց իմ համար կային հայ լավ խաղավարներ, սրտացավ, երեխեքին հասկացող, խնդրեմ սա նկատեք։ Ես նկատի եմ ունեցել դա եւ ծառայությունը անպայման կլինի, բայց կարծում եմ մի փոքր ուշ, որովհետեւ դեռ որ իմ թվում մի քանի հոգի են եւ ես քանի որ մի փոքր իմ տեսակով պերֆեկցիոնիստ եմ, պիտի գնաք, հետևեք, տեսնեք, հետները լինեք։ Անպայման ես չեմ կարող վստահել գործը երեխայի ծնունդը մեկին ում վրա ես վստահ չեմ, որ իմ չափ էներգիա, ռեսուրս, ժամանակ կներդնի հենց այդ թեկուզ 1 ժամի վրա։ Դրա համար ինձ համար շատ դժվար են աշխատողներ գտնելը, շատ, որովհետև այս գործը ամեն մեկը չի կարող անել։ Բայց հարթակում թող լսեն մեզ նաև են սիրուն աղջիկներն ու նաև լավ տղաները, որ ուզում են զբաղվել, գրեն Էմային, ասեն Էմա ջան, ես կարող եմ նման բան անել, ուզում եմ միանամ, ինձ շատ ակտիվ, պոզիտիվ, սիրուն, լավ, հետաքրքիր, աշխատասեր, պատասխանատու, ժամեր շուշացող, քթիծակող մարդիկ, please, որովհետև շատ դժվար է իսկապես գտնել մանավանդ երբ դու սրտացավ ես, որովհետև դա քոնն է, դա քո բիզնեսն է։ Իրանք էլ կան սրտացավ լինեն, որ միասին բարձրանան։ Սրտացավ լինեն, որովհետև երբ սա սկիզբն է, երբ քո կողքը ճիշտ մարդիկ են լինում, ամեն ինչ ճիշտ է գնում։ Կարծում եմ կհավաքվեն ճիշտ մարդիկ, կարծում եմ Աստծով ամեն բան շատ լավ կլինի։ Էմա ջան, ուզում եմ հարցնեմ առաջին մշակութային շոկը Ամերիկայում ինչն էր։ Միգուցե մշակութային կամ տեսակիտ մեջ որ այդ մի բանը փոխվեց կամ որ նկատեցիր որ ասում ես, «Էս ինչ են անում այստեղ»։ Այ այդ շոկը որն էր որ քեզ փոխեց կամ դու ասես որ մարդիկ այստեղ չեն հասցնում ապրել, չեն հասցնում վայելել իրենց երեխային եւ մեղք չունեն, որովհետեւ այս երկրի կառուցվածքն է այնպեսին է, որ դու ստիպված ես աշխատել, որպեսզի կարողանաս բոլոր հարցերդ լուծել եւ դու մոռանում ես ապրելու մասին, որը Հայաստանում այնքան լավ է ստացվում։ Դա էլ կա, բայց մյուս կողմից որ նայում ես կան մարդիկ, որոնք որ իրենց վաստակած գումարով օրինակ ամեն ամիս գնում են այստեղ սիրած այդ բառը vacation-ը։ Ես դեռ չեմ հանդիպել տենց մարդկանց։ Ես էլ նայում եմ ասում լավ, բոլորն աշխատում են իմ շուրջ, անգամ ես արդեն ընկերներ եմ այստեղ ձեռք բերել եւ Միացյալ Նահանգներին երևի այդ առումով շատ շնորհակալ եմ, որովհետեւ շատ լավ մարդիկ ինձ շրջապատում են։ Մենք չենք հասցնում իսկապես իրար հետ շփվել այնպես, ինչպես ես հասցնում եի շփվել իմ Հայաստանի ընկերների հետ եւ ոչ միայն իրենք, այլ նաեւ ես, որովհետեւ ուղղակի չի ստացվում։ Իսկ Հայաստանում մենք կարող ենք ուղղակի զանգել իրար ընկերներով, ինչ ես անում, կարողա գամ, կարողա գաս, կարողա մի հատ սուրճ խմենք, կարողա իջնենք այստեղ տուն գնալն էլ մի ամիս առաջ պլանավորում ես, այսօր կարողա հանդիպենք։ Ինչ որ առաջին անգամ ասեցին իմ հետևորդուհիներից մեկը, ով շատ էր ուզում, որ մենք իրար հետ հանդիպեինք, ես էլ այստեղ որ նոր էի եկել, ես շատ շփվող մարդ եմ, դեմ չեմ, հա, շփվենք, գնանք, որովհետև հիմա իմ ընկերուհիները այստեղ ում հետ շատ մտերիմ եմ, իմ հետևորդներն են եղել, ովքեր ինձ հրավիրել են իրենց տուն կամ հրավիրել են ինչ-որտեղ ու մենք հիմա շատ մտերմիկ հարաբերությունների մեջ ենք։ Ուրեմն որ ինձ ասեցին, Էմա ջան, ձեզ հարմար է 3 շաբաթ հետո, 3 շաբթի ժամը 7-ին, որ մոռանում ես, չէ՞։ Երբ պիտի լինի։ Մի րոպե, 3 շաբաթ հետո ժամը 7-ին 3 շաբթի, ես ինչ իմանամ, ինձ հարմար թե չէ։ Ես էլ Հայաստանից նոր եկած մարդ ու ես էլ իմ տեսակով ասում եմ, ես սիրում եմ անկանխատեսելի բաներ։ Կարող եմ մի բան անել, կարող եմ միտեղ մեկ էլ
որ այդ հենց տեսեք խոսեցինք եկավ։ Էդ էր ինձ համար շոկ։ Կան վախեր այստեղ երեխայի հետ կապված դաստիարակության, չեմ վստահ եմ գտնում հայկական մանկապարտեզ, շփվում է հայ բալաների հետ, բայց որպես մամա ներքին ինչ տագնապ կա, որ ահազանգի պես կա էլի, որ այդ տագնապը կա։ Առաջին տագնապս այնա, որ ես հասցնեմ բավականաչափ ժամանակ տրամադրել երեխայիս, որովհետև ես հասկանում եմ, որ այնքան եմ հոգնում, որ նախկին էներգիան եւ ռեսուրսը չեմ կարողանում ներդնել իմ երեխային ճիշտ զբաղվելու երկար ժամանակ։ Մի հատ ավել խաղալու, չէ՞, օրինակ հետո մի հատ ավել խաղալու, մի տեղ ավել տանելու, որովհետև իսկապես եւ լեզուն որ ինքը գալիս է, ուրեմն մամաներ կան, չէ՞, որ կուրախանան անգլերեն են խոսում, անգլերեն, որ ինքը անգլերեն բառը ասում, չէ՞, ինձ մոտ ես ոնց որ ես չգիտեմ ոնց ասում եմ բալես հայերեն դա բայց նաև նեղվում եմ երբ ինչ որ մեկ անգլերեն խոսում է ու ինքը ինձ հարցնում է մամա ինչ ասեց այդտեղ էլ եմ նեղվում որովհետև հասկանում եմ որ ինչքան էլ ես չուզենամ որ ինքը հայերենը մոռանա ի վերջո եթե ինքը այստեղ պիտի ապրի կամ չգիտեմ ինչ կլինի ես որոշել եմ արդեն էլ ապագան չպլանավորել որովհետև ինչ պլանավորեցի չի լինում չէ այստեղ ամերիկայում դա սովորեցի ես հասկացա որ այս երեխային պետքա ի վերջո որ ինքը անգլերեն էլ պիտի խոսի բայց ինձ համար մեծ վախ է որ ինքը հայերենը չմոռանա եւ ես դրա վրա ամեն օր պիտի աշխատեմ եւ դպրոց էլ կարծում եմ կտանեմ հայկական դպրոց դա է եւ այն որ լսում եմ թե այստեղ դպրոցներում ինչա կատարվում այդ վախն էլ կա ինձ մոտ որ այդ middle school-ը, հա, ինչ են տանում, հա, որ արդեն բարձրացած բացի դա այդ middle school-ում որ շատ վտանգավոր է, պետք է անդադ ուշադիր ու ես հիմա մտածում եմ, ասում լավ, բայց եթե ես այս կերպ աշխատեմ, բա ոնց եմ անելու, բա ոնց եմ կարողանալու, այդ վախերը շատ են, դրա համար մտածում եմ, ասում դե լավ մի քանի տարի հետո հենց դպրոցի տարիքը կգա, երևի ես հետ կգամ Հայաստան, փախնում է էլի։ Հետո Հայաստանի կրթությունն է, ուրիշ կարծում եմ, այդտեղ հիմք դնելու, ես շատ կուզենայի, որ իմ տղան Հայաստանի կրթությունով ավելի շատ սովորեր ու ձևավորվեր, քան այստեղի կրթությունով, որտեղ այստեղ մամաներին կրթական համակարգը բավականին է, որ ճոճվող վիճակում։ Հա, հետո մի բան ասեմ, ես նկատել եմ, այստեղ այնքան շատ են արձակուրդները։ Այս երեխեքը անընդհատ տանն են։ Մեր հենց իմ տան դիմացը դպրոց կա։ Եթե արձակուրդ է, ես գիտեմ, որովհետև այդ զանգի ձայնն եմ լսում, այդ մեքենաների հոսքը, որ գնում է, այդ օրը խցանում է մեր փողոցում պարտադիր։ Հիմնականում անընդհատ տանն են, չգիտեմ ինչի հետ է կապված։ Հայաստանում ես չեմ հիշում, որ այդպես բացի ներվա շատ կարճ ժամանակ եւ ամառը։ Հա, հիմնականում անընդհատ տանն են, ես երբ սովորել։ Որպես մասնագիտության դերասանուհի, այստեղ գիտեմ, որ հայկական սերիալներում շատ պահանջարկներ կան ու պահանջված է նաև մեր եկած դպրոցի, այսինքն մեր անցած թատերական հիմքեր ունեցող դերասանները, այստեղ ոնց որ կանաչ լույս լինի, բոլորին վերցնում են։ Ինքներդ չեք գնում, առաջարկն է խնդիր, թե լավ չեն կուզենամ սրա մասին խոսենք, ի՞նչն է պատճառը, որ ներկապային մենք ձեզ չենք տեսնում սերիալներում։ Ես նկարահանվեցի այստեղ, հենց եկել էի երևի 3-4 ամիս հետո նկարահանվեցի այստեղ նախագծում, ափսոս նախագծում նկարահանվեցի։ Հիմա դեռ առաջարկներ չկան, բայց վստահ եմ, որ առաջիկայում կլինեն։ Հիմա մի փոքր ուրիշ ուղղվածությամբ բաներ եմ անում։ Դե բիզնես բացելը հեշտ բան չէ, ատամներով բիզնեսը պահելը ու առաջ տանելը ես չեմ կարող թողնել նաև այն ինչ իմ բուն մասնագիտությունն է, որովհետև իմ բիզնեսը մեծ կապ ունի իմ մասնագիտության հետ։ Ես նաև մասնագիտությամբ բեմական խոսքի մասնագետ եմ եւ երեխաների հետ աշխատել է ինձ համար ոնց որ տարերկ լինի ու չգիտես ինչի ոնց պատտվեցի այդ ամեն ինչ ինձ հետ եկավ ու երևի տակատագրական էր։ Նաև այստեղ մանկական ներկայացում ենք բեմադրում շուտով արդեն հանդիսատեսի դատին կհանձնենք Սերգեյ Դանիելյանի հետ։ Վաու, կարող եք ավելի բացել շակերտները մարդիկ որ ամսին կարող են տեսնել։ Դեռ չգիտենք։ Դեռ չգիտենք ամեն ինչ հետևեն ձեր Instagram-յան էջին, նստեջից ինֆորմացվեն։ Եվ նաև նպատակ ունեմ հետագայում stand-up ներկայացում ունենալու այդ ուղղությամբ։ Այն ինչ որ տեսնում ենք ձեր Instagram-յան էջում այդ Ամերիկայի կանանց տարբերության սկեսուրի եւ այդ որ սա բերեք մոտավորապես նման մի բան։ Հավես իստում ամի շնչով կանցնի։ Այո, մոտավորապես նման մի բան։ Ինչի՞ չէ։ Ինձ ասում են, որ հումորն ինձ մոտ շատ լավ է ստացվում, փորձենք մարդկանց ուրախացնել։ Այո, ստայես։ Այստեղ դրա կարիքը իսկապես կա։
Իսկապես կա, որովհետև մարդիկ այնքան շատ են աշխատում, որ պետք է մի փոքր էլ ծրվեն, միտեղ գնան ու ես այնքան եմ ուրախանում, որ տեսնում եմ Հայաստանից ինչ որ մեկը գալիս է կամ Հայաստանից ինչ որ ներկայացում է գալիս, բոլորը սենց միահամուռ տոմսեր տանում։ Թվում է բանջարկ չկա, բայց հետո նայում ես տեսնում ես դահլիճը իսկապես կա։ Այո, չէ, իսկապես կա եւ մարդիկ իսկապես գնում են, նայում են։ Եվ ես այնքան եմ ուրախանում, իսկապես շատ լավ է, որ մարդիկ չեն մոռանում ու այդ կարոտն է տանում, այդ մի խոսքով շատ լավ է։ Այ կարոտից խոսեցինք։ Գիտեմ, այս հուզվելու լուրջ թեմա է ներկապահին ձեր կարոտի էմոցիան, այսինքն չափման ինչ պիկում է կարոտը։ Առաջի ամիսներ շոկային, բոլորին ուզում էիր զանգեիր, տեսնեիր ոնց են, sense FaceTime-ով խոսեիր, թե հիմա ինչքան սառեցիր, ավելի ես ուզում գրկես, ինչ զգացողության մեջ է ներկապահին Էման։ Ինձ թվում է գնալով շատանում է։ Թե բթանում այդ ցավը կարոտի, չէ։ Ինձ մոտ դեռ ես մի քիչ մի փոքր շատ էմոցիոնալ մարդ եմ։ Ինձ թվում է ինձ մոտ էմոցիաները այս կյանքի կարևոր մասնիկն են, ու ես առանց դրանց ուղղակի չեմ կարող ապրել ու կարոտս ես անգամ չեմ կարողանում երբեմն մարդիկ կան իրենց հետ խոսեմ։ Դաշտա որ փակվում է։ Հա, ուղղակի փակվում է։ Այս վերջում իմ շատ մտերիմ ընկերուհու ծնունդներ, բոլորը այնտեղ էին իմ ընկերները, զանգել էին։ Ես ուղղակի չգիտեմ ինչ ապրեցի։ Այն բանալը որ հեռախոս անջատում ես, ասում ես ինչ եմ ես անում ես, դեռ որ բոլորը իմ այրան հետ։ Ու ես պատկերացնում եմ, որ եթե ես այնտեղ լինեի, ինչպես կլիներ, ես ասում եմ, թե լավ ոչինչ մյուս տարի կգամ, բայց այդ մյուս տարին այդ պահը չի, այլ նույնը չի, այլ դու ես արդեն ուրիշ։ Չնայած փորձում եմ ամեն կերպ պահել այդ կապը, որովհետև ինձ համար շատ թանկ մարդիկ եմ Հայաստանում թողել եւ վստահ եմ, որ միշտ կպահեմ, միշտ, որովհետև իրանք այնտեղից ինձ ուղղակի ուժ են տալիս։ Իրանք այնտեղից ինձ համար ամեն վարքյան չնեղվես, ամեն ինչ լավ կլինի, դուխ են տալիս, ուժ են տալիս։ Ես միշտ ասում եմ ընկերներ եւ լավ ընկերներ ունեն մարդիկ, ովքեր լավ ընկեր են։ Եվ ես կարծում եմ, որ ես լավ ընկեր եմ, դրա համար ունեմ այդպիսի լավ ընկերներ։ Ասա շուտով հանդիպեք, հիմա ուզում եմ իմանամ կա առաջիկայում պլանավորված այց դեպի Հայաստան կամ։ Միշտ կա, միշտ։ Բայց ասես ռեալ, որ տոմսը պիտի վերցնեմ ու ես ինչ անց, թե թղթաբանության հələ սպասում եմ։ Ռեալ մի փոքր թղթաբանության հարցեր կան, որ սպասում եմ եւ նաեւ այն, որ հիմա բիզնեսս նոր սկսած, ես չեմ կարող ուղղակի թողնել ու գնալ։ Թե պիրամիդայի պես հավաքում ես, մեկ է քանդվում, որ մանավանդ երբ ես դեռ չունեմ մեկին, ում կարող եմ վստահել։ Իսկ դա կնշանակի, որ ես պետք է գամ նորից զրոյից սկսեմ, եթե ես թողնեմ ուղղակի ու գնամ։ Բայց մինչև կարծում եմ տեսնենք ինչ կլինի, այստեղ ընդունված է, չէ՞, ասել տեսնենք ոնց կլինի։ Ոնց կստացվի։ Ես կարծում եմ, որ մինչև մյուս տարի անպայման կլինեմ Հայաստանում։ Տեսնենք։ Իսկ մի բան կա, որ Հայաստանում շատ կարոտել եք, շատ։ Չգիտեմ, հասարակ փողոցը, դե մարդիկ, եւ որ կարանչես փողոցում։ Դե մարդկանց եկեք չասեմ, որովհետեւ բոլորին։ Հա։ Ինչ որ մի հատված, մի տարածք Հայաստանի հանգստությունն եմ կարոտել ուղղակի։ Երոզեր քաղաքի մեջ, բայց հանգստությունն։ Հա, այդ հանգստությունը, ես պատկերացնում եմ, երբ ես պատկերացնում եմ, որ ես կլինեմ Հայաստանում, ես պատկերացնում եմ այդ պահը ոնց եմ ես օդանավակայանում քայլում այդ երկաթների վրայով, այդ ձայնն եմ անգամ լսում։ Ու պատկերացնում եմ, որ ես հենց մտնեմ Հայաստան, ես մի հատ հոգու հանգստություն եմ զգալու։ Ես մի հատ ներդաշնակություն եմ զգալու, ես չգիտեմ, ես այդ հանգստությունն եմ ուզում խաղաղվելու, այդ այն որ մի բան շատ ես ուզում ու հետո այստեղ այնքան են ասել, հեսա մի հատ կգնաս, կտեսնես, որ այդ այն չի ինչ որ դու հեսա մի հատ որ գնաս, կանցնի, կսովորես։ Մեջ էլ որոշակի ճշմարտություն կա, բայց մեկը երբ որ այս արյանը արմատներից մեջ, հա, ծնված օրվանից այդ փողոցներն ու այդ կոլորիտը դա դուրս մեջիցը դուրս չի գալու։ Կարող է մեր երեխաների մեջ արդեն էլ այդ ձեր կապը Հայաստան սիրելը չլինի, բայց մենք այն սերունդն ենք, կարծում եմ, որ մեր մեջ այդ շատ ուժեղ է։
ինչքան էլ ասեն կգնացեն։ Ես չգիտեի, Ես ինքս չգիտեի։ Երբևիցե չեմ ուզել Հայաստանից դուրս ապրել։ Միշտ ասել եմ, ես որ եկան իմ հետևորդները գրում էին, «Ջան, բա դուք ասում եք, ես չեմ ուզում Հայաստանից դուրս գնամ»։ Ես չուզենալով եմ եկել։ Դա ձեր աչքերից էլ է երևում։ Հա։ Որտեղ մարդուն կարատի մասին ասում ես, մարդու աչքերից երևում է։ Եվան ջան, ինչ հոտ ունի ձեր համար Հայաստանը։ Ինչ հոտ է ձեզ հիշացնում Հայաստանը։ Տաքուկ, չգիտեմ, մի հատ հրուշակեղենի թխված, անձրևի հոտնա, այն շոքին, այդ մեքենաների, չգիտեմ, այս ասած մի հատ վառած, ինչ հոտ ունի ձեր համար Հայաստանը։ Երևի անձրևի հոտը։ Եվ ստա բացակայում է, չէ՞, այդ մեր հատակները ուրիշ չէ։ Հա, մի փոքր ուրիշ է այստեղ, հետո այստեղ անձրևն էլ է ուրիշ, հոտն էլ է ուրիշ, ամեն ինչ ուրիշ է։ Երևի այդ անձրևի հոտը, եթե հոտի հետ ասոցացնեմ։ Իսկ Միացյալ Նահանգներ վրա առաջի անգամ եկա կոյիչակ այդ հոտերը զգացվի՞ք այդ։ Այստեղ մի տեսակ շատ քիմիական տարօրինակ հոտը կա, երևի արդեն մի փոքր էլ սովորել եմ, բայց այդ տարօրինակ հոտը անընդհատ կա։ Մեկ էլ երևի այդ մաքուր օդի հոտն եմ կարոտել, այդ որ սենց շնչում ես, զգում ես ոնց է ամբողջ թթվածինը գնում։ Իսկ այստեղ անկախից որ ասում են որ Հայաստանի օդը աղտոտվածության։ Ես խոսում եմ առհասարակ, այն որ սենց մի հատ առավոտվա մի հատ ժամ կա, որ այդ մաքուր սառը օդը, այ ձայնը, չէ՞, ծտերի վիճը մեծ բակար։ Այդ ամեն ինչը։ Մարդուն բնորոշումը շատ բաներ, բայց նաև մարդը բնորոշում է իր հոտով։ Իհարկե այստեղ հիմա կասեմ դա բրենդն է, մարդը չի այդ հոտը, բայց ամեն մարդ իր անդրած օծանելիքով կարես իր մարդու տվյալ մարդու մասին պատկերացում ունենաս։ Ես խնդրել եմ, որ դուք բերեք ձեր օծանելիքը, որ այս փոքր սենյակում մենք ունենանք Էմայի բույրը, ու Էման կխնդրեմ բնութագրի իր օծանելիքով մի փոքր ավելի իր տեսակը։ Ինչի հենց այդ հոտը Ճիշտն ասած, ես քաղցր հոտերի սիրահար եմ եւ իմ սիրած հոտերը միշտ պիտի լինեն քաղցր, վանիլ, ասենց խիտ, ասենց շատ ես օտանելիքով ինձ նման խիտ, ինչ որ եւ որ ամենակարևորն է էմոցիա արտահայտող։ Իսկ իմ օծանելիքը երբ էս հիմնականում ես մի քանի տարի կլինի Մոնտալը իմ ամենասիրած օծանելիքներից է, այս վերջում գրիդը դարձավ իմ Ավենտոսը դարձավ իմ ամենասիրած օծանելիքներից մեկը, բայց Մոնտալը չեմ կարող ոչ մի կերպ չառաջանալ։ Երկու հատ մանկանեք սենյակում այդ հոտը տարածի, որ մենք հետո հիշենք, որ Էման, բավա, հուսամ որ կհիշեք։ Որտեւ այս օծանելիքը ամեն Էման բնութագրեց իրան օծանելիքով, եթե աղջիկները իրանց տեսնում են նաև Էմայի մեջ տեսնում են իրանց, կարող են նաև փորձել հենց այս օծանելիքը։ Այո, շնորհակալ եմ Էմա, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Ժամանակ գտնելու, այս երոզերի, այս բարդ կյանքի ժամանակը ասած արագ անցնելու, մամա լինելու, երեխային թողնելու, չգիտեմ, որ մեզ ժամանակ տրամադրեցիք ու եկաք անչափ շնորհակալ եմ։ Թվում է թե շատ բաներ կա խոսելու, բայց մեր ժամանակն էլ շատ երկար չի։ Եթե կուզենայի մի քիչ ուսանողական թատերական ինստիտուտից բան խոսենք, հուսամ մյուս անգամ։ Մի ուրիշ անգամ Ձեր սկսած գործին Աստված թող հաջողություն տա, ու հետո ես էլ Instagram-ի կամ ձեր սոցիալական մյուս կայքերի, ինչու՞ չէ նաև ուրիշ առիթներին լսեմ, որ Էմայի բիզնեսը ծաղկել է, շատացել է, թիմն է մեծացել, Աստված առաջ, ու մի սիրունոր ակնկալում եմ, որ մեկ է տեսար Հայաստանում, սրճարանում, ինչի՞ չէ։ Այո, շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ գալու համար, շնորհակալ հրավերի համար, անկեղծ զրույցի, լավ հարցերի եւ ձեր լավ մարդ տեսակի համար բոլորիս համբերություն այստեղ։ Այո, մեծ ուժ ու համբերություն։